Ժորժան, բա իմացաք, եթե ձեր թոշակները բարձրացնեն, դուք ավելի վատ կապրեք, չգիտեիք, եթե չգիտեիք, դիտեք ֆինանսների նախարարի խոսքը։ Եթե մենք առաջարկենք կամ դուք գայիք առաջարկեիք հիմա, ասեք եկեք կենսաթոշակը բարձրացնենք, միջին կենսաթոշակը այսօր բարձրացնենք, դարձնենք պարնային զամբյուղին համապատասխան, որը պետքա որոշակի անկայունություն բերեր մեր ֆիսկալ միջավայրում, դա կլիներ սխալ քաղաքականություն եւ հենց այդ նույն կենսաթոշակառուները, որոնք պետք է այդ թոշակը ստանային, վստահ եմ ավելի վատ կենսամակարդակ կունենային դրա հետևանքով, քան դրանից առաջ։ Ստոպ, իմ ուղեղը սա չի ուզում ընկալի, ընդհանրապես չի ուզում, հրաժարվում է ընկալել, այսինքն մեր երկրի ֆինանսների նախարարը ինչ է ասում, որ եթե միջին թոշակը բարձրացնենք, հասցնենք մինիմալ սպառողական զամբյուղին, ուրեմն դա կբերի խնդիրների այլ բյուջետային ուղղությունների, պատկերացնում եք, բա կառավարություն ձեր գործառույթների մեջ չի, որ բոլոր ուղղությունները նենց անեք, որ բյուջետը ճիշտ բաշխվի, որ մենք չունենանք խնդիրներ, այսինքն դուք թոշակառուների հաշվին լուծում եք այլ ուղղությունների խնդիրները, դրա համար չեք բարձրացնում թոշակները, ասում եք թո թոշակով, այդ մինիմալ թոշակով յոլա գնան, 50,000 դրամով թո յոլա գնան, 36,000 դրամով յոլա գնան, այսինքն որ ուրիշ խնդիրներ չստեղծվի այլ ուղղություններով, դուք թոշակները չեք բարձրացնում, այդպես է ստացվում, այսինքն թոշակառուի հաշվին, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն, ասում եմ, թոշակառուների հաշվին այլ ուղղությունները մի փրկեք, դուք ուրեմն կրճատեք նախարարների աշխատավարձները, պաշտոնյաների աշխատավարձները ու բարձրացրեք թոշակառուների թոշակները, այ դա կլինի շատ ճիշտ եւ արդար։ Սենց բան իմ ուղեղը իսկապես ամենայն անկեղծությամբ հրաժարվում է ընդունել, որովհետեւ սա ուղղակի չգիտեմ, նոնսենս է այս հայտարարությունը։ Ժորժան, պաշտոնյաների տրամաբանությունը այլևս ես չգիտեմ ոնց կարելի է մեկնաբանել։ Շարունակում ենք պահանջել թոշակների բարձրացում։ Այո, թոշակները պետք է բարձրանան, թեկուզ պաշտոնյաների աշխատավարձները իջնեն։ Դա արդեն կառավարության գործառույթն է։ Եվ թոշակառուների հաշվին փրկել բյուջետային այլ ուղղությունները դա անընդունելի է։ Թոշակառուի հաշվին դա չի կարելի անել, որովհետև նրանք հազիվ են գոյատևում։ Ժորժան, խնդրում եմ մաքսիմալ գրել մեկնաբանություններում, տարածել այս տեսանյութը եւ բաժանորդագրվել իմեջին։